Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձ։ Այսօր այս շենքի առջև մի խումբ Երևանի բնակիչներ Արաբկիր համայնքից իրենց բողոքն են քեզ ներկայացնում եւ քեզանից ճշտելու, ստուգաբանելու հարցեր ունեն։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի քեզանից պարզենք, դու էլ գնաս հայրիկիցդ պարզես։ Այն թույլտվությունը, որ տրվել է քո կողմից ապօրինի շինարարության վերաբերյալ, որի վերաբերյալ դու ունես քո ձեռքի տակ քաղաքաշինության կոմիտեի դեմ քվեարկությունը, որ չի համապատասխանում այդ նախագիծը ձերից կողմից տված ճարտարապետական նախագծային առաջադրանքին։ Այդ դեմ քվեարկության պայմաններում հայրիկիցդ կհարցնես շին թույլտվություն տրամադրելը համբալ է, թե համբալություն է, թե ինչ է։ Կգնաս այդ համբալ բառի ստուգաբանությունը այդ տիրույթում կպարզես։ Հաջորդը քո ձեռքի տակ առկա է կադաստրի կոմիտեի դեմ քվեարկությունը, որ համաձայնություն չկա բնակիչների կողմից հարևան, որ այդտեղ կարելի է այդպիսի նախագիծ իրականացնել։ Կգնաս հայրիկիցդ կպարզես այդ դեմ քվեարկության պայմաններում կադաստրի կոմիտեի կողմից, քո կողմից շին թույլտվություն տրամադրելը համբալություն է, համբալի գործ է, թե ինչ է։ Հիմա հաջորդը, պարոն Կամո Արեյան, այս շենքի ամենահնաբնակ պաշտոնյաներից մեկն ես։ Բոլոր գրեթե քաղաքապետերի օրոք զբաղեցրել ես քաղաքապետի տեղակալին հավասար կամ տեղակալի պաշտոնը։ Նույնիսկ եղել ես պաշտոնակատար քաղաքապետի։ Շուրջ 70-ամյա արդեն տարիքը առած անձնավորություն ես, քեզ թողել են այստեղ, որ ղեկավարես դառնաս մանկապարտեզի վարիչ։ Այդ մանկապարտեզի սաներիդ չես կարողանում հասկացնել, որ 4 շենքի արանքում հնարավոր չէ իրականացնել այդպիսի շինարարություն, իդեպ դու այդ տարածքին շատ լավ քաջատեղյակ ծանոթ ես, որովհետև Արաբկիրի բնակիչ ես։ Այդ տարածքը, որը եղել է կանաչ տարածք եւ ունեցել է 100-ամյա տներ, նաեւ քո թույլտվությամբ քանդվել է այսօր եւ այդտեղ տեղի է ունենում ապօրինի շինարարություն։ Բայց մանկապարտեզի սաներին չէր կարող դաստիարակել քո նախնիների, սասունցիների ոգով, որ հայերի տները չի կարելի քանդել։ 100-ամյա տները, որը պատմամշակութային ժառանգություն են, չի կարելի քանդել։ 100 տարեկան ծառերը չի կարելի կտրել, առողջ ծառեր, որը կանգ ունեն, չի կարելի, դա պատմությունն է։ Այդ պատմվածքները, որ լսել ես քո պապերից հետ, աղբյուր Սերոփի, Գևորգ Չաուշի, այդ սասունցիների պատմվածքները մի հատ հավաքես մանկապարտեզի պատմի, ասա, որ չի կարելի նման բաներ անել։ Հիմա մենք այստեղ ենք, որովհետև քաղաքապետարանի աշխատակիցները, մասնավորապես Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ոչ միայն թույլ են տվել ուղղակի ապօրինություն, այլ մեղադրում ենք իրենց քրորեն հետապնդելի արարքների մեջ, որոնք ունեն կոռուպցիոն բնույթ։ Ուրեմն բնակիչներին ներկայացել է ոմն Էդվարդ Արաքելյան, ով հայտնել է, որ միևնույն է այդ շենքը այդտեղ կառուցվելու է, եւ եթե չեք ցանկանում կարող եք գնալ գյուղերում ապրել, մեկ այլ պաշտոնյա է այդպիսի բան է ասել, քանի որ Տիգրան Ավինյանը ու այդ հողատարածքը գնողը իրար հետ ունեն քաղաքսարնիկային հարաբերություններ։ Հիմա մենք արդեն իսկ ներկայացրել ենք հակակոռուպցիոն կոմիտեին հաղորդում հանցանքների մասին եւ պահանջում ենք նաեւ հակակոռուպցիոն կոմիտեից, որպեսզի գա, ինչպես մի քանի ժամանակ առաջ, մի ամիս առաջ եւ մի քանի օր առաջ ձերբակալեց այստեղի կոմունալ վարչության պետին, ձերբակալեց Տիգրան Ավինյանին
հատուկ ծրագրերի ծառայության ղեկավար վարչության Ալիկ Վարդազարյանին եւ նաեւ այն ստորադաս մանր մունր պաշտոնյաներին, ովքեր թույլ են տվել այս ապօրինի շինարարությունը եւ ում ստորագրությունը արկա է այս ապօրինի շինթույլտվությունների փաստաթղթերի տակ։ Բացի այդ, 2 օր առաջ ոստիկանության մի խումբ, ջոկատեր խումբեր, 50-60 հոգեանոց խումբեր ներկա տարածքում եւ քաղաքապետարանից եկել էին հասարակական անվտանգության ինչ-որ պաշտպանության վարչությունից եւ այդ վարչության նախկին աշխատակիցները այժմ գտնվում են կալանքի տակ, նոր աշխատակիցներ են եւ ասում են, որ մենք խնդիր չենք տեսնում այստեղ անվտանգության եւ հասարակական կարգը խախտելու հետ կապված։ Ուղղակի 2 օր առաջ այդ ապօրինի շինարարության հետևանքով մի դերաս աղջիկ ընկավ ավտոմեքենայի տակ, որովհետև տարածքը նախատեսված չէ, չունի մուտք դեպի այդ ապօրինի շինարարության իրականացման տարածք, այսինքն մեքենաները այդ մեծ ծանր, թրթուրավոր եւ դեռնատար մուտք են գործում տարածք մի այնպիսի տեղից, որը նախատեսված չէ, խախտելով ճանապարհաերթևեկության բոլոր կանոնները։ Պարոն Արեյան, քեզ ենք սպասում, եկեք մոտեցեք, որպեսզի ձեր հետ խոսելով դուք գնաք որպես մանկապարտեզի վարիչ, ձեր սաներին բացատրեք, որ չի կարելի իրականացնել ապօրինություն։ Մենք չենք գտնում, որ այստեղ արկա է գոյություն ունի օրինական կարգով քաղաքապետ, չնայած նրան, որ այդ քաղաքապետ կոչեցյալը հանդես է գալիս ստորագրություններով, բայց այնուամենայնիվ հաշվի առնելով, որ քաղաքապետարանում վերահսկողություն այս մանկապարտեզում վարիչը դուք եք, ձեզ ենք հրավիրում այստեղ, մեծ տարիքով մարդ եք, արդեն ձեր տարիքը հասած, առած անձնավորություն եք, հերիք չի քանդեք Երևանը, հերիք չի թույլ տաք այս մանկապարտեզի միջոցով ավիրել Երևանը։ Այս տարիների ընթացքում, այս ՔՊ-ի խայտառակ ղեկավարման ընթացքում տրվել է շուրջ 6000 շինթույլտվություն, ամբողջ քաղաքը ավիրել են, ամբողջ քաղաքի կանաչ տարածքները վերացրել են եւ շարունակում են վերացնել։ Հերիք չի, դուք եք ուզում դինել այդ մեղադրելի աթոռին եւ գտնվել կալանավայրում։ Սասունցի մարդ ես, տարիքը տարած, ինչ է քեզ մնացել։ Քո կյանքի ամբողջ հիմնական մասը 90% ապրել ես, ինչ ես անում քաղաքի հետ, հերիք չի մանկապարտեզի թավաքի եւ վերացրա այդ ապօրինությունները։